Ողջույն հարգելի հեռուստադիտողներ եւ սոցիալական հարթակների մեր հետևորդներ։ Եթերում առողջարարն է։ Սա առողջապահական հարթակ է, որտեղ մասնագետների հետ մենք քննարկում ենք տարբեր հիվանդություններ եւ խնդիրներ, խոսում ենք դրանց լուծումների մասին, որոնք կիրառվում են ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում։ Մենք հանդիպում ենք յուրաքանչյուր շաբաթ 21:00-ին։ Առողջարարի տաղավարում ընտանեկան հոգեբան Մարգարիտա Կարապետյանն է եւ մենք խոսում ենք մի շարք խնդիրների մասին, որոնք այսօր կարող են եւ երբեմն հանդիպում են ընտանիքներում, ինչպես ամուսինների, այնպես էլ ամուսին, երեխա, ծնող երեխա հարաբերություններում։ Բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու եւ այստեղ լինելու համար։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար, ուրախ եմ գտնվելու ձեր տաղավարում։ Ինչ է նշանակում ընտանեկան հոգեբան։ Ընտանիքում փոխհարաբերությունները բավական բազմաբովանդակ է եւ ընդգրկում են շփման բազմանդամ շրջանակ։ Ընտանիքային խումբն է, որտեղ հանդիպում են ինչպես ծնող-երեխա, ծնող-ծնող, այնպես էլ երեխա-երեխա փոխհարաբերություններ։ Ընտանիքում կարևորվում է յուրաքանչյուր անդամի ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական առողջությունը։ Ուստի անգամ աննշան տեղաշարժ, փոքրիկ հուզական փոփոխություն մեկ անդամի մոտ կարող է հանգեցնել ամբողջ ընտանեկան մթնոլորտի զգալի փոփոխությանը։ Եվ այս տեղաշարժերը թերևս պայմանավորված են ինչպես տնտեսական, սոցիալական, ինչու ոչ քաղաքական, այնպես էլ հոգեկան, մարմնական, ինչպես այժմ ընդունված է համարել եւ կոչել փսիխոսոմատիկ պատճառներով։ Պատկերացնենք, որ ունենք ընտանիքի անդամ, որ ունի սահմանափակ ֆիզիկական կարողություններ։ Թվում է, որ սա խնդիր է պարփակված մեկ անձի շրջանակում, սակայն բոլորովին էլ ոչ։ Քանի որ ունենք տվյալ անձին խնամող, նրա հետ անմիջական կապի մեջ գտնվող, շփվող եւ հուզական սերտ կապված ընտանիքի անդամներ, մտերիմներ, որոնք եւս ենթարկվում են տվյալ բացասական վիճակի ստրեսի ազդեցությանը։ Իսկ երկարատև ստրեսի ազդեցությամբ գտնվելով ուժգին ստրեսորների ներքո, առաջին հերթին տուժում է մարդու վերլուծական մտածելակերպը։ Անձը սկսում է ոչ օբյեկտիվ ձևով գնահատել իրավիճակը եւ ստեղծված դժվարին իրավիճակից ելքը գտնել ինքնուրույն գրեթե անհնար է։ Այստեղ կարևորվում է արդեն հոգեբանի եւ ընտանեկան հոգեբանի դերը, ով աջակցում է, որպեսզի իրավիճակը գնահատվի օբյեկտիվորեն, խնդիրը ճիշտ հասցեավորվի։ Իհարկե այս ամենը կատարվում է ճշգրիտ հոգեդիագնոստիկայի եւ հոգեբանական աջակցության շնորհիվ։ Անչափ կարևորվում է հոգեկրթության դերը, որը մի կողմից ապահովում է ընտանիքի անդամի, խնդրով ընտանիքի անդամի վերաբերմունքը եւ խոհամիտ գիտակցումը իր իսկ խնդրի, ճիշտ ինտեգրվելով ընտանիքին եւ նաեւ հասարակությանը, առանց մեղադրանքների, առանց զոհի կարգավիճակի, առանց ավելորդ ագրեսիայի, եւ մյուս կողմից հոգեկրթությունը աջակցում է ընտանիքի անդամներին, որպեսզի նրանք կարողանան հաղթահարել ստեղծված ճգնաժամը, ամենակարևորը պահպանելով իրենց նյարդերը, ֆիզիկական առողջությունը եւ ընտանիքի խաղաղ մթնոլորտը։ Մենք հաճախ ենք սիրում ասել առողջ հարաբերություններ։ Որն է այդ առողջ հարաբերությունների սահմանը։ Կան բազմաթիվ գործոններ, որոնք նպաստում են ընտանեկան ջերմ մթնոլորտի ձևավորմանը, եւ դրանցից հիմնականները առողջ երկխոսությունն է, արդյունավետ հաղորդակցման հմտությունները եւ փոխադարձ հարգանքը։ Առողջ երկխոսությունը կարևորվում է այն իրավիճակներում, երբ կան չասված խոսքեր, չափրված հույզեր։ Առողջ երկխոսությունը կարևոր հիմք է այն դեպքում, երբ կա լարվածություն եւ պետք են բաց քննարկումներ, առանց փոխադարձ մեղադրանքների, անկեղծ հույզերի արտահայտման միջոցով։ Այստեղ նաեւ պետք է փոխադարձ վստահություն, որը ստեղծում է ապահովության մթնոլորտ։ Եվ թերևս այստեղ եւս ընտանիքի հոգեբանի դերը կարևորվում է, երբեմն երբ ընտանիքի անդամները, զույգերը մասնավորապես չեն կարողանում գտնել արդյունավետ հաղորդակցման եզրեր, հենց ապահովության մթնոլորտի բացակայության պատճառով, գալով ընտանեկան հոգեբանի մոտ նրանք գտնում են ձևը, քանի որ ստեղծվում է նմանատիպ հարմար պայմաններ, որտեղ նրանք ազատ արտահայտվում են եւ խոսում են իրենց հուզող ցանկացած խնդրի մասին։
Փոխադարձ հարգանքը շատ կարևոր է եւ նամանավանդ վառ երանգավորում է ստանում այն դեպքերում, երբ ընտանիքում եւ զույգերի հարաբերություններում կան տարամիտված դիրքորոշումներ, տարբեր համոզմունքներ ինչ որ խնդրի շուրջ։ Եվ փոխադարձ հարգանքը այստեղ կարևոր ռեսուրս է։ Իսկ առավել հաճախ նախաձեռնող կողմը ովքեր են հոգեբանի մոտ դիմելու, կանայք թե տղամարդիկ։ Կարող եմ ասել, որ այժմ երևի թե հավասարաչափ դիմում են, հավասարապես դիմում են, զույգերի հարաբերությունների մեջ կարելի ասել կանայք ավելի նախաձեռնող են, բայց տղամարդկանց կողմից էլ իհարկե ցանկություն կա ընդառաջելու կանանց ցանկությանը եւ նրանք ընկալում են, հասկանում են, որ ստեղծվել են բարդ իրավիճակներ, իրապես ընտանիքը ապրում է ճգնաժամ եւ կա ցանկություն դա հաղթահարելու։ Լինում են դեպքեր, երբ զույգերը, այո, Այդա ջան, դիմում են արդեն իսկ բաժանման եզրին եւ հստակ որոշման միտումով, որ պետք է բաժանվեն եւ բնականաբար այստեղ հոգեբանը իրավազոր չէ որևէ բան խորհուրդ տալու եւ ասելու ոչ պահպանեք հարաբերությունները, նամանավանդ եթե կան երեխաներ, դա նրանց որոշումն է։ Սակայն որոշ ժամանակ հաճախելով եւ թոթափելով հոգեհուզական ֆոնը, որը ամենավտանգավորն է այստեղ, քանի որ այն ստեղծում է զույգերի մոտ տրանսային վիճակ, այսինքն այն, ինչը մի ժամանակ եղել էր նրանց համար ցանկալի եւ ընդհանուր հետաքրքրություններ էր ստեղծել, ընդհանուր հարթություն շփման համար, արդյունավետ հաղորդակցման, այ փոխադարձ երկխոսության եւ փոխհարգանքի սյուն էր դարձել, այժմ կարծես ամբողջովին հակառակն է։ Եվ երբ հոգեբանը նրանց ուղեկցում է, որպեսզի թոթափեն այդ բացական ֆոնը եւ դուրս գան այդ վիճակից, այդ գիտակցական վիճակից, նրանք կարծես զգում են եւ ետ են կանգնում, միանշանակ որոշում չեն կայացնում եւ աշխատելով իրենց հարաբերությունների վրա, հոգեկրթվելով, պահպանում են իրենց ընտանիքը։ Ինչպիսին պետք է լինեն ծնող-երեխա հարաբերությունները, հաշվի առնելով, որ մենք բավական բարդ ժամանակաշրջանում ենք ապրում եւ երեխա մեծացնելը, ճիշտ դաստիարակելը, լավ մարդ դարձնելը բավական բարդ գործընթաց է։ Ինչ պետք է անի ծնողը, որպեսզի երեխայի հետ ունենա առաջին հերթին ոչ թե ծնող-երեխա, այլ ընկեր-երեխա հարաբերությունները, հետո նոր ծնող, որ ձևավորվի եւ վստահություն, եւ անմիջականություն, եւ արդյունքում ստացվի ճիշտ մարդ։ Այո, շատ լավ հարց էր եւ կարելի է ասել, որ նախորդների շարունակությունն էր, քանի որ առողջ հոգեբանական զարգացմամբ եւ ֆիզիկական զարգացմամբ երեխան մեծանում է բարեկեցիկ եւ առողջ, ջերմ, սիրով եւ հարգանքով շրջապատված ընտանեկան մթնոլորտում։ Հետևաբար այստեղ եւս կարևորվում է ընտանիքի ջերմ մթնոլորտը։ Երեխան տեսնելով փոխհարգանք, փոխաջակցություն, ինքը եւս իր հետագա կյանքի համար կառուցում է արդյունավետ ռազմավարություններ, հիմնված նշված որակների վրա։ Ցանկալի է ծնողի աջակցությունը, որպեսզի ծնողը ճիշտ մոտեցում ցույց տա երեխայի սխալների նկատմամբ, ոչ թե դատապետի ինչ որ ձևով գցելով նրա ինքնագնահատականը, այլ անընդհատ փոքր գովեստներով, անգամ փոքր անհաջողությունների եւ հաջողությունների նկատմամբ համապատասխան վերաբերմունք ցուցաբերելով եւ հաջողությունները գովերքելով նրան մղի առաջ։ Եթե նույնիսկ երեխան իրեն ինչ-որ մի փուլում վատ է պահել կամ սխալ է պահել, եթե ծնողը նկատում է որևէ սխալ կամ ոչ ճիշտ վարքագիծ, այստեղ ցանկալի է բացատրական գործիքներ են, որոնք կիրառել են, դրանք գործիքներ են, որոնք կիրառվում են գործնականում, սակայն արդյունավետության տեսանկյունից ցանկալի չեն եւ արդյունավետ էլ չեն։ Ընդհանրապես դիրեկտիվ մեթոդներից մենք աշխատում ենք զերծ մնալ։ Հակառակը ծնողը պետք է աշխատի բացատրելով, զրույցներով երեխայի հետ, աշխատանք կատարելով, իր ժամանակը չխնայելով, պարբերաբար նրա հոգեհուզական եւ վարքային հակազդումներին հետևելով, նրբանկատ լինելով երեխային
ուղղորդի եւ բացատրի, թե այս իրավիճակում որը կլիներ ավելի կառուցողական, որը կլիներ ավելի ճիշտ։ Միգուցե մի թեթև փոփոխությամբ, մի փոքր հուզական այլ հակազդում տալով դու հասնեիր այս հաջողությանը։ Միգուցե այս իրավիճակում դու վարքային այլ մոտեցում ցույց տայր, որը մյուս անգամ եւս քեզ սպասվում է եւ դու կհասնես ավելի մեծ հաջողությունների։ Իսկ երբ դիմել ընտանեկան հոգեբանի։ Ընտանեկան հոգեբանին դիմելու պատճառները բազմազան են, զույգերի փոխհարաբերություններ, չասված խոսքեր, չարտահայտված, չապրված հույզեր, ծնող երեխա հարաբերություններ, ոչ արդյունավետ ծնողավարություն, երեխայի հետ հաղորդակցման խնդիրներ, ինչպես նաև նորմատիվային եւ ոչ նորմատիվային ճգնաժամեր։ Մենք տարբերակում ենք նորմատիվային ճգնաժամեր, որոնք համընկնում են ընտանիքի զարգացման բնական կենսափուլերի հետ։ Դրանք ավելի կանխատեսելի են մարդկանց կողմից։ Ամուսնությունը, երեխայի ծնունդը, երեխայի խոսքի զարգացումը, սոցիալիզացիան, ապա դեռահասության շրջանը, երեխայի ինքնուրույնությունը արդեն իր ընտանիքի կազմումը եւ հայրական տան լքումը, հիմնական նորմատիվային ճգնաժամերն են։ Ոչ նորմատիվային ճգնաժամերը, որոնք առանձնացնում է Հիլը, արդեն ներառում են արտաքին գործոնները, որոնք հիմնականում ստրեսներն են։ Այսօրվա կյանքում մարդը ուղղակի չի հասցնում ապրել, աշխատաժամանակի երկարումը եւ այդ ընթացքում հանգստանալու անկարողությունը մարդուն մատնում է ստրեսի, որ անդրադառնում է նաեւ ընտանիքի եւ ընդհանուր ընտանեկան մթնոլորտի վրա։ Մյուս արտաքին գործոնը դա հարազատների եւ արտաքին միջանձնային հարաբերություններն են, մտերիմների դերը եզույքի հարաբերություններում։ Հաջորդը տեղեկատվության մեծ հոսքն է, որը ստեղծում է դեպրեսիվ վիճակ եւ տագնապային վիճակներ, մարդը դառնում է լաբիլ նյարդային առումով եւ պորտկուն, ինչը առաջին հերթին անդրադառնում է ոչ միայն անձնային մակարդակի, այլև ընտանեկան ողջ մթնոլորտի վրա։ Ունենք ներքին գործոններ, որոնք եւս հոգեբանին դիմելու պատճառ են, դրանք են ընտանեկան կոնֆլիկտները, լարված իրավիճակները, շփման անկարողությունը, ոչ արդյունավետ շփումը, կախվածությունները տարաբնույթ, որոնք մեծ ազդեցություն են ունենում ընտանեկան բարեկեցության վրա, եւ արդեն ոչ նորմատիվային ճգնաժամերը, հարազատի կորուստը, տարաբնույթ աղետները, որոնք եւս իրենց ազդեցությունն են թողնում ընտանիքի վրա եւ արդեն կարելի է խմբավորել արտաքին գործոնների մեջ։ Շնորհակալ եմ շատ կարևոր եւ գրագետ տեղեկատվության համար, որ փոխանցեցիք այսօր մեր հեռուստադիտողներին։ Իսկ ես, հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ առողջարարի տաղավարում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ընտանեկան հոգեբան Մարգարիտա Կարապետյանն էր։ Այսպիսին ներ առողջարարն այս շաբաթ, շարունակեք հետևել մեզ, որ լինեք տեղեկատված եւ պաշտպանված։ Առողջարարը եթերում է յուրաքանչյուր շաբաթ 21:00-ին։ Ցտեսություն։